Հարգելի դատարան, հարգելի մեղադրող, ես ուշադրի լսում եմ, իհարկե օրենքյան բոլորն են հավասար են, անցանք կատարվածը պետք է մարդիկ պատժեն։ Ես ունեմ երկու հարց մեր հարգելի մեղադրողին, որ անկետ որպես մահ պատասխանի, կարելի է պարոն մեղադրող։ Դուք հնչեցեք դատարանը կորոշի։ Հարգելի դատարան, կարելի է որ Իրավունք եք հաստատում, բայց եթե հարցեր տալիս եք, ռեստորական մեղադրողը կարող է պատասխանել, կարող է պատասխանել։ Վազգեն Պողոսյանի տունը խուզարկել են 20 թվականի փետրվարի, ճիշտ է թե որիկը ձերբակալված է։ Ինչ-որ մի թղթի կտոր գտնելով, դրանից հետո ծառայողների վրա գործ են հարուցել։ Գործը տեղում չեն հարուցել, ես մենք պատասխանենք, եթե հանցանք կա։ Փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս։ Ես խնդրեմ այդ արդյունքը, ես չեմ ուզում ճակերտները բացել։ Ամեն իր չափն ու իր տեղը։ Դրանից հետո 2700 հոգի վկա առանց ամբողջ հանրապետությունով, գյուղերով, տեղերով, քաղաքներով այն մարդուն ձերբակալել է, տանել մինչև գիշեր փայել, կինա, տղամարդա, չգիտեմ, մի սուտկա, մի ամիս, երկու ամիս։ Հետո 110 հատ քննիչ կացել։ Դրանից հետո գալիս են, որ պետք է գործերն ուղարկեն, որ դատարանն դիմումը ուղարկում են 4 հատ վկայի թուղթ։ Հետ 2700 հոգի չկան հարգելի մեղադրող։ Որից է մեկը չկա, որ ասի Ծառուկյանը խաշակ քաշել։ Ծառուկյանն ասել է Պողոսյան Վազգեն ջան, հարգանք ունես, շատ կազմակերպի ոնց որ սա ունեցել դու։ Մարդը ձերբակալված տեղում եկել է նորից նույնպես արեցին, հարց չկա, գնացեք կազմակերպի ոնց որ սա ունեցնու, այդ հարցերը ոնց որ բոլոր տեղերում կարգավորեն։ Ուրիշ բան չկա Ծառուկյանի վրա ցույցում ոչ ոք չի ասում դες բան։ Բա հարգելի մեղադրող, ասենք այսօր ասենք Ծառուկյանը պետք է ընտրակաշառք կա, որը 5 տարի հաշիվներս փակած, բանկերը փակած, իմ գործարքները սա աշխարհում մեկ սա չերիալը կատարվել, մի հատ դրա հիման վրա դրել է ապօրինի հարստացում։ Բայց այդ սա որ պետություն ուրիշ զբաղմունք չունի, որ գնա զբաղվում, ելույթ պետական պաշտոնի եմ ելել, ոչ նախարար եմ ելել, այլ աշխատող ստեղծում է 89 թվից, թղթերներ կան, ամբողջ տարածքներ գիտի, ինչից եմ սկսել, կոպեկ առ կոպեկ, եթե առաջ մեր համար երազանք էր, որ ինչ-որ 3000 ռուբլի ամսական փող առնենք, որը ես իմ գործունեությունը սկսել եմ, որ թղթերներ կա, փաստերներ կա, կոմոդ կա, ճիշտ է թե ոչ, օրը 1 միլիոն ռուբլի փող եմ վաստակել այն ժամանակ 90-91 թվականին։ Ու այսօր Ծառուկյանի դերն են ապօրինի հարստած, ես ինչ արել եմ իմ երկրում, կառուցել եմ, ցակել եմ, դպրոց, մանկապարտեզ, եկեղեցի, հովանավորել եմ ամբողջ երիտասարդության, ինչ ասել եմ Ղարաբաղին։ Բայց այսօր ես հնազանդ լսում եմ, լավ, շատ պրոֆեսիոնալ ասում եք, քո գործն է դու ուզում ասես, քո սրտում էլ գիտես, որ այդպես չի։ Շատ եմ լսում եմ, էլի եթե ես մեկ եմ գործում, որ չուկած։ Ես ուզում եմ ասել մեկը, հույս չունեմ, որ դուք ինչ-որ պետք է արդարացնեք։ Ես միջազգային դատարան, Եվրոպայի դատարան եմ դիմելու եւ այդ իմ կորցրածները ես պահանջելու եմ։ Հիմնավորում, եթե մեկը ասել է Ծառուկյանը գումարատում է, պատժեք։